եւ բովանդակալից մասնակցություն ունենալու պետության կողմից հատկապես հանրային քաղաքականությունների մշակման ձևավորման գործընթացին։ Մեր միջոցառումը իրականացվում է քաղաքականությունների բարելավման ուղղված երկխոսություն եւ քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում։ Այն եռամյա ծրագիր է եւ այս տարի մոտենում է ծրագիրի ավարտին։ Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ հատկապես հասարակական կազմակերպությունների ունակությունների, կարողությունների բարձրացմանը, ավելի ակտիվ եւ բովանդակալից մասնակցություն ունենալու պետության կողմից հատկապես հանրային քաղաքականությունների մշակման ձևավորման գործընթացին եւ պետության հետ երկխոսության միջոցով հիմք ընդունելով 3 ոլորտներ, դրանք են առողջապահությունը, սոցիալական ապահովությունը եւ գյուղատնտեսությունը։ Եվ ծրագրի նպատակն է նպաստել հանրային քաղաքականությունների պետության կողմից ֆինանսավորվող բյուջետային ծրագրերի արդյունավետության բարձրացմանը եւ ավելի թիրախավորված, հիմնականում թիրախավորված ծախսերին իօգուտ մեր շահառուների, որոնք հիմնականում սոցիալապես անապահով եւ աղքատ բնակչությունն է։ Կազմակերպությունները ներկայացնում են տարբեր սոցիալապես անապահով շերտերի իրավունքները, շահերի պաշտպանությունը եւ բավականին մեծ փորձառություն ունեն։ Մենք համագործակցում ենք գյուղատնտեսական դաշինքի, որի շրջանակներում, այսինքն գյուղատնտեսության ոլորտին ներկայացնող ծրագրերն ենք մենք այսօր քննարկելու եւ դրա գնահատման արդյունքները։ Գյուղատնտեսական դաշինքը շուրջ ստեղծվել է 5 տարի առաջ Օքսֆամ կազմակերպության նախաձեռնությամբ եւ իր մեջ ներառում է 16-17 հասարակական կազմակերպություններ, մասնավոր հատված, վարկային կառույցներ, միջազգային կառույցներ, այնուհետև համագործակցում ենք նաև քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի հետ, որը նույնպես մոտավորապես 15 տարի առաջ նույնպես ստեղծվել է Օքսֆամ կազմակերպության կողմից։ Այս ծրագրի մեջ ներգրավված են նաև հաշմանդամության շահերը պաշտպանող ՀԿ կոալիցիան եւ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության նույնպես այդ պլատֆորմը, այսինքն 5 կառույցներ, 5 դաշինքներ, 40-ից ավել հասարակական կազմակերպություններ ներգրաված են եղել այս ծրագրի մեջ, յուրաքանչյուրը յուրովի այն բաղադրիչներով, որտեղ իրենք ունեցել են դեր եւ կարեւորություն եւ պատկանություններ։ Կոնկրետ այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ոլորտից ընտրվել են երկուական բյուջետային ծրագրեր, որի ընտրությունը նույնպես կատարվել է դաշինքների հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցնելուց եւ նախարարությունների հետ համաձայնեցնելուց հետո, այսինքն դրանք չեն եղել պատահական ընտրված բյուջետային ծրագրեր եւ նպատակն էր գնահատել դրանց արդյունավետությունը։ Այսօր մենք ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի 2 բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքները։ Առաջինը դա վերաբերվում էր գամքերի, այսինքն խորհրդատվական ծառայությունների արդյունավետությանը, եւ երկրորդը վերաբերվում էր աջակցությունը հող օգտագործողներին հիմնական պարարտանյութերի եւ դիզելային վառելիքի աջակցության ծրագրի շրջանակներում։ Եվ ծրագրի վերլուծության եւ գնահատմանը նվիրված կառույցը մենք արդեն 15 տարվա փորձառություն ենք ձեռք բերել այս ոլորտում եւ մեր բոլոր ծրագրային արդյունքները գնահատումները հաշվի։ Այս գործիքի կիրառման ամեզօգնել են մեր գործընկեր ծրագրերի գնահատման արդյունքներն են միաժամանակ ներկայացնել։ Հանրության կողմից է ծրագիրը իրականացվում, ծրագիր։ Մենք այսօր կներկայացնենք մեր հերթական 2 ծրագրերի մոնիտորինգի եւ գնահատման արդյունքները, դրանք երկուսն էլ գյուղատնտեսության ոլորտի ծրագրեր են։ Առաջինը վերաբերում է գյուղական խորհրդատվական ծառայություններ այս բյուջետային ծրագրին, մյուս ծրագրերը, որին երկրորդ եմ անվանում, ինչու երկրորդ, իրականում 2 ծրագրեր են, դրանք պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարտանյութ եւ մատչելի գներով դիզելային վառելիք ձեռքբերման համար ծրագրերն են։ Միասին ենք դիտարկել այս ծրագրերն, ինչու որտեղ երկուսն էլ նույն բնույթի գյուղատնտեսական տնտեսությունների սուբսիդավորման ծրագրեր են։ Հետաքրքիր բացահայտումների ենք եկել, այն իմաստով, որ ծրագրերը բավականաչափ անարդյունավետ են, թե իրենց ընդգրկման տեսանկյունից, թե ռեսուրսների ծախսման արդյունավետության տեսանկյունից, մասնավորապես մեր ուսումնասիրությունը վերաբերում է 2014, 15 եւ 16 թվականներին, այսինքն վերջին 3 տարիների ընթացքում ուսումնասիրել ենք, թե ինչ քանակությամբ է սպառվել եւ ընդգրկվածությունը ինչպես է եղել գյուղերում։ Պարզվում է, որ պարարտանյութերից օգտվել է գյուղացիական տնտեսությունների ավելի քան 64%-ը,
իսկ դիզելային վառելիքից ավելի քան 15%, իսկ վերջին 1 տարում 2016-ին 50%, մոտավորապես 50% պարտանյութերից է օգտվել գյուղացիական տնտեսությունների, 11%-ը դիզելային վառելիքից։ Բացահայտումներ կան, որ իրականում մեծ տեղ կա եւ փաստորեն ներմուծվող պարտանյութը ներքին արտադրության փոխարինելու եւ ավելի էժան պարտանյութերով ներմուծելու տարբեր հետազոտություններ ենք նաեւ ուսումնասիրել իլրման մեր կողմից կատարված հետազոտության առնվազն 30-ից 35% պարտանյութ ավելի էժան գնով գյուղացիներին հասցնելու հնարավորություններ կա։ Իրականում մեր պարտանյութերը մատակարարող կազմակերպությունը իրականում արհեստականորեն գներն ուռճացվում են, այնուհետև ներմուծելուց հետո եւ սուբսիդավորելուց հետո նույնիսկ ավելի բարձր գնով են պարտանյութ ձեռբերում գյուղացիները, քան այդ պարտանյութը վաճառվում է Վրաստանում։ Այսինքն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում մեր շուկան ի վիճակի է այդ պարտանյութը գյուղացուն առաջարկել ավելի էժան գներով, եթե փաստորեն մոնոպոլ իրավիճակը չչարաշահվեր եւ պետությունը իր գործիքներով փաստորեն չսահմանափակեր մրցակցությունը շուկայում։ Կառավարությունը, պետությունը այդ ծրագրի շրջանակներում գյուղացուն տրամադրում է ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարտանյութեր, իրականում սրանց գները իրարից տարբեր են, բայց մոտավորապես 6-ից 7000 դրամի շրջանակներում մեկ պարկը 50 կիլոգրամ, այսինքն պարկը տրամադրում է գյուղացուն։ Սուբսիդիարման մեծությունը կախված ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարտանյութերի չափերից փոքրինչ տարբեր է, եթե ճիշտ եմ հիշում, ազոտականի դեպքում սուբսիդիարումը ավելի փոքր է, քան կալիումական եւ ֆոսֆորական պարտանյութերի դեպքում, բայց ազոտական պարտանյութը հիմնական սպառվող եւ հիմնական մեծ պահանջարկ ունեցող պարտանյութն է գյուղացիների կողմից, դա հայտնի սիլիտրան է, որին սովոր են մեր գյուղացիները եւ բոլորը ջանում են այդ պարտանյութը փաստորեն օգտագործել։ Այս պարտանյութը եթե չսուբսիդավորվեր, մոտավորապես կլիներ համարյա կրկնակի ավելի թանկ, ըստ այն գների, ինչ գներով որ պարտանյութը ներկայացվում է, բայց պարտանյութը Վրաստանի շուկայում մոտավորապես 2 անգամ ավելի էժան է, իսկ մենք ներմուծում ենք Վրաստանից եւ կան նաեւ վերլուծություններ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերլուծությունը, որով փաստվում է, որ նույն պարտանյութը նույն Վրաստանից ներմուծվել է 36%-ով, մեկ այլ կազմակերպության կողմից ներմուծվել է 36% ավելի էժան գնով։ Այսինքն մեր գյուղացիները կարող են այդ պարտանյութը առնվազն 36%-ով էժան գնով ձեռք բերել, բայց դրանից բացի կան նաեւ այլ դիտարկումներ, որ կարելի է այդ պարտանյութերը փոխարինել այլ ավելի էժան պարտանյութերով ներմուծել ոչ թե Վրաստանից, այլ օրինակ Իսրայելից եւ այլն, այսպիսի դիտարկումներ նաեւ կան, այնպես որ մեծ փոխարինման հնարավորություն կա, որի հնարավորությունը պարզապես կառավարությունը չի տալիս, որովհետեւ մատակարար կազմակերպությունը մրցույթի արդյունքում չի ընտրվում եւ փաստորեն մեկ մատակարար կազմակերպություն ամբողջ պարտանյութը շուկան ծածկում է։ Այսինքն կառավարության որոշմամբ է այդ մատակարար կազմակերպությունը։ Այո, կառավարության որոշմամբ կառավարությունը պատվիրակում է կոնկրետ մատակարարող կազմակերպությանը։ Հիմա մեր առաջարկների մեջ մտնում է, բնականաբար հասկանում ենք, որ միանգամից ներքին արտադրությունը զարգացնել եւ ամբողջ շուկայի պահանջարկը բավարարել չենք կարող, բայց գիտնականները եւ ոլորտի մասնագետները գտնում են այնուամենայնիվ կարելի է սկսել ներքին արտադրությանը զարգ տալ։ Միանգամից պահանջարկը բավարարել չենք կարող, այնուամենայնիվ կարող ենք գոնե մասամբ ներքին արտադրության հաշվին բավարարել, մնացածը ներմուծել, բայց ներմուծման հնարավորություն նախ մատակարարին ընտրել մրցույթով, երկրորդը սահմանաչափեր սահմանել մրցույթին մասնակից կազմակերպությունների համար, այսինքն առնվազն մի քանի կազմակերպության հնարավորություն տալ ներմուծել պարտանյութը տարբեր շուկաներից, որպեսզի մրցակցություն առաջանա եւ գները այո կնվազեն։ Սուբսիդիավորված պարտանյութը հասանելի է հանրապետության ողջ բոլոր մարզերին։ Եթե ավելի էժան նույնիսկ պարտանյութ ներմուծի որևիցե մի մատակարար, գյուղացիները գրեթե հնարավորություն չեն ունենա դրանից օգտվել, որովհետեւ մատակարարները պիտի կարողանան այդ պարտանյութը նաեւ հասցնել համայնքներ, իսկ սուբսիդիավորվող իսկ բյուջետային ծրագրում նաեւ փաստորեն գրանտներ են տրամադրվում կազմակերպություններին, որպեսզի պարտանյութը անվճար գյուղացուն հասցնեն, այսինքն համայնքներն առատեն այն պարտանյութերով, որը ներմուծվում է եւ պետական բյուջեի հաշվին։ Բոլոր քիմիական պարտանյութերը գիտնականների համոզմամբ, նույնիսկ Վանաձորի քիմիական գործարանի մեկնարկով հիմնավորում են, որ Վանաձորի քիմիական գործարանը կարող է քիմիական բոլոր պարտանյութերն արտադրել, չեմ կարող ասել ինչ հզորություններ ունի եւ ինչ չափով շուկան կբավարարի, այնուամենայնիվ կարելի է մեկնարկել այդ պարտանյութերի արտադրությունը։ Policy evaluation and monitoring and formulation. Վերցնում են սուբսիդիարվող գներով ապրանքները եւ այն վաճառում տեղի շուկան։ Մասնագետները գտնում են, որ հողերի որակական վերլուծությունն է։ Մինչ զեկույցի ներկայացումը գյուղատնտեսության նախարարությունը բաց է եղել աշխատանքային առումով համապատասխան զեկույցում, որ նշված է արդեն, որ որոշակի առումով ինչ-որ չի համապատասխանում, միանշանակ ես դա չեմ ընդունում, ես հետագայում էլ նորից քննարկման ժամանակ կներկայացնեմ այդ խնդիրը
որտեղ այսօրվա գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները, այսինքն գամքերը բավականին աշխատանք տանում են մարզերում եւ խորհրդատվությունը տալիս են, կարելի ասել, հնարավորության սահմաններում ինչքան հնարավոր է մատչելի եւ արդյունավետ հողօգտագործողների համար։ Մեկ այլ բան է, թե այդ խորհրդատվությունից ինչքանով են պատրաստ օգտվելու մեր հողօգտագործողները եւ ինչքանով են իրանք օգտվում եւ կիրառում։ Այն որ այսօրվա այս պահին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությանը անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր խորհուրդներ, նորագույն տեխնոլոգիաների կիրառման առումով դա ակնհայտ է։ Եվ մենք էլ արդեն նախարարի անմիջապես հանձնարարությամբ ծրագրեր են մշակվում, որպեսզի հնարավորության սահմաններում բարձրացվի ոչ միայն ակտիվությունը գամքերի, այլ նաև խորհրդատվության արդյունավետությունը գյուղատնտեսության զարգացման գործում։ Կլինեն ինչպես նախատեսում է կառուցվածքային փոփոխություններ, մասնագիտական համալրումներ, ավելի ակտիվ աշխատանք հողօգտագործողների, գյուղացիների եւ հորդորում են մեր հողօգտագործողներին, որ իրենք էլ լինեն պահանջկոտ, պահանջատեր, որտեղ ծախսվում է մեր հանրապետության բյուջեից գումարներ եւ իրենք էլ թող իրենց ակտիվությամբ իրենք էլ շատ պահանջեն խորհրդատվություն, կրկնում եմ, լինեն առավել ակտիվ։ Բարբերաբար, երբ որ ես նյութեր եմ պատրաստում գյուղացիների հետ, շատ հաճախ հենց լսում եմ այդ արտահայտությունները, որ գամքերը ոչ միշտ են, որ իրենց խորհրդատվություն են տալիս եւ ոչ միշտ է, որ իրենց խորհրդատվությունը օգնում է գյուղացուն։ Ի սկզբանե, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում գործում է թեժ գիծ եւ էլեկտրոնային միջոցներով եւ հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյի միջոցով տեղեկացվել է եւ հաղորդումների ժամանակ եւ հանդիպումների, որ հողօգտագործողները իրենց հետ կապված խնդիրները, որոնք չեն ունենում համապատասխան լուծումներ, կարող են դիմել թեժ գծին, որը շատ օպերատիվ կպատասխանի առավել եւս գամքերի կողմից մատուցվող ծառայությունների հարցում։ Պարարտանյութերի հարցը այս պահեդրությամբ մի քանի օր էլ դուք տեսաք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախապատրաստ իրականացրել էր իր ուսումնասիրությունները եւ ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը իրականացրել է այդ ծրագիրը, որի համար ընդունվել է կառավարության համապատասխան որոշում եւ այդ որոշումներին համապատասխան իրականացվել է ծրագիրը։ Այո, կան թերացումներ ծրագրի մեջ, մենք նորից ունենք համապատասխան հանձնարարություն, որպեսզի վերանայենք ծրագրի հետագա շարունակման մեխանիզմները, սուբսիդավորման մեխանիզմը, որպեսզի հետագայում տեղ գտած նախկինում թերացումները չկրկնվեն։ Վանաձոր Քիմպրոմի մասով ինչ կասեք, այստեղ հետազոտողները ասացին, որ Վանաձոր Քիմպրոմը կարող է բավարարել եւ կարող է ինքը զարգ տալ տեղական արտադրությանը դրա հաշվին նաեւ մատակարարել տեղացի գյուղացիներին։ Ուրեմն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրենց տեղ բարձրացված հարցերի վերաբերյալ կարող եք դիմել իրենք մեկնաբանություն տան իրենց ուսումնասիրության վերաբերյալ, բայց գյուղատնտեսության նախարարությունը, որ իրականացրել է ծրագիրը, մենք էլ ունենք նախարարությունը մոնիտորինգ եւ վերլուծության վարչություն, որը նույնպես իրականացրել է համապատասխան մոնիտորինգի աշխատանքներ, մենք էլ առօրյա շփումներում, մարզերում հանդիպումներում նկատել ենք, ասվել է, բարձրացվել է խնդիրներ, որ կան թերացումներ։ Ես կրկնում եմ, որ այդ թերացումները հետագայում փորձում ենք տեղ չգտնենք։ Իսկ ինչ վերաբերում է կապված ձեռք բերման եւ ձեր կողմից նշված մրցույթների անցկացման հետ կապված, ես ասեմ հետեւյալը, որ 2016 թվականի համար հայտարարվել է բաց մրցույթ, հայտարարվել է բաց մրցույթ, ներկայացվել են եւ եթե չեմ սխալվում, ներկայացրել է նաեւ հայտ մեկ ռուսական կազմակերպություն, մասից բերությանը ինքը պարտվել է 20 ցենտով։ Այսինքն մրցակցությունը 2016 թվականին եղել է, միանշանակ չի կարելի նշել, որ չի եղել մրցակցություն, ես չեմ կարող ճիշտը չարձանագրել
եղել է բաց հայտարարություններ էլեկտրոնային միջոցներով, համապատասխան հայտարարություններ ներկայացրել են եւ ով ցածր գինի առաջարկե ինքն է արդեն համապատասխան մատակարար է եւ այս տարվա հետ կապված նկատի ունեմ արդեն եկող տարվա 2017 թվականի հետ կապված գալիք տարվա որ ունենք հանձնարարություն փորձենք գտնենք ավելի ճկուն մեխանիզմներ, որովհետեւ ձեր կողմից բարձրացված մտահոգությունները եւ հարցերը չկրկնվեն։ Վանաձորի Քիմպրոմի հետ կապված ես երևի առաջիններից մեկը կլինեմ, որ երկու ձեռքով կողմ եմ, որ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես արդյունաբերությունը զարգանա, առավել եւս Վանաձորի Քիմպրոմը ոչ միայն կլուծվեն աշխատատեղերի խնդիրները, սոցիալական իրավիճակը կբարելավի ժողովրդի, առավել եւս Լոռու մարզի իսկ ինչ մնում է որպես զուտ արդյունաբերական ներդրում գուցե այդ հարցը ուղղվի համապատասխան գործառույթներ ունեցող նախարարությանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, որովհետեւ իրենք ավելի ընդգրկուն կարող են պատասխանել եւ նաեւ ապագայի առումով։ Ես որպես գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ կասեմ մեր դիրքորոշումը ցանկալի է, որպեսզի մենք ունենանք տեղական արտադրության բարձրորակ, մատչելի, ինքնարժեքով ցածր արտադրանք, որպեսզի մեր ընդհանրապես գյուղմեթերքը լինի իրացվելի, մրցունակ եւ ինքնարժեքով ցածր։ Նշեմ նաեւ, որ այս ծրագրի շրջանակներում մենք սերտ համագործակցել ենք նաեւ համապատասխան ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների եւ առողջապահության եւ սոցիալական ապահովության, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարության հետ։ Այնքան էլ էֆեկտիվ չեն, արդյունավետ չեն այդ ծրագրերը։ Օրինակ, եթե վերցնում ենք գամքերի գործունեությունը, ապա դրանից տեղյակ են ընդամենը 20%-ը, կամ մյուսները հետաքրքրված չեն։ Այսինքն կամ դրանք հիմնականում ավելի միջին, ոչ թե փոքր հողակտոր ունեցողներն են, ավելի միջին խավի ներկայացուցիչներ են, որոնք շատ մեծ հողակտորներ ունեն եւ հետաքրքրված են որոշակի խորհրդատվություն ստանալու։ Մեր բացահայտումները հետեւյալն էր, որ եւ առաջարկությունները, որովհետեւ ցանկալի կլինի, որ ինքը ավելի կոմպլեքս ծառայություն մատուցվի, այսինքն չլինի մեկ ժամվա խորհրդատվություն, այլ փաթեթ ներկայացվի եւ լինի ըստ կարիքի եւ ըստ իրենց պահանջարկի, այսինքն ըստ կարիքի նրանց, ովքեր ի վիճակի չեն վճարելու, բայց ըստ պահանջարկի դա լինի վճարովի ծառայություններ։ Եվ հիմնականում, քանի որ գամքերը գնում են ինքնաֆինանսավորման, առավել եւս այդ լույսի ներքո անհրաժեշտ է, որ այն ունենա իր տեսլականը եւ ընդհանրապես դա կա հանրապետական աջակցության կենտրոն եւ կան գամքեր մարզերում, յուրաքանչյուր 11 մարզերում։ Առաջարկություններից մեկն է միգուցե կենտրոնացնել միայն հանրապետական լինի եւ ավելի կամ առանցին գյուղապետարաններում ունենալ մասնագետներ։ Մյուս կողմից, քանի որ մեզ մոտ հիմա կան տեխնոլոգիաներ, հնարավոր է այդ առցանց ներկայացվի այդ ամբողջ ինֆորմացիան եւ ոչ թե այդ խորհրդատվությունը, որը թղթերի վրա է, կարծում եմ մի քիչ հին սովետական, միջոցներ են կիրառվում։ Հիմա մարդիկ բոլորի համար մատչելի են, ինտերնետը կարող են այդ փաթեթը ներկայացնել ավելի էժան, առցանց եւ մարդիկ կարող են մտնել ու նայել։ Այսինքն չկա այդ հետաքրությունը, մոտիվացիան անելու եւ միաժամանակ ֆինանսական տեսանկյունից էլ որոշ չափով պետքա չէ վճարեն, այսինքն դա սուբսիդավորվում է, բոլորը անվճար չի։ Մի մասն էլ վճարունակ չի, որ վճարի եւ երկու տարբեր գործոններ կա։ Մեկը հետաքրքրված չեն, մյուսն էլ չեն համարում օգտակար իրենց համար։ Այստեղ հիմնական առաջարկությունն այն էր, որ պարարտանյութը կարելի է տեղական արտադրությամբ ունենալ, այսինքն ինչի ներկրել, եթե մենք կարող ենք արտադրել եւ կարող ենք ավելի էժան պարարտանյութ արտադրել եւ ավելի որակյալ։ Այսինքն դա ներկրվում է եւ շատ անգամ էլի մատչելի չի, նույնիսկ սուբսիդավորման տեսանկյունից մատչելի չի, մարդկանց չեն կարող գնել, որ կարելի է տեղական արտադրություն տալ։ Այսինքն եթե տեղական լինի, ավելի մատչելի կլինի եւ ավելի որակյալ։ Մյուս կողմից էլ այնտեղ կար այսպիսի առաջարկություն, որ շատ անգամ գնումները կատարվում են ավելի բարձր գներով, այսինքն դա պետք է լինի ավելի թափանցիկ եւ բոլորին հնարավորություն տրվի մասնակցել մրցույթին եւ կատարել այդ գնումները պարարտանյութերի։